Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ապենապետ Համբիկ Սարաֆյանի հետ։ Ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Սարաֆյան։ Բարև ձեզ։ Պարոն Սարաֆյան, նախ սկսենք այն թեմայից, թե ինչպես կարող է Ամերիկան կամ հնարավոր է ընդհանրապես, որ Միացյալ Նահանգները լինի միջնորդ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում, հաշվի առնելով ամեն դեպքում այն հանգամանքը, որ Թրամփի իշխանության գալուց հետո գոնե մեկ հակամարտության ուղղությամբ ինչ ինքը խոսք էր տվել կայունացնել, դեռ չի հաջողվում, խոսքս ռուս-ուկրաինական պատերազմի մասին է։ Իհարկե կարելի է հնարավորությունը կա այդպիսի գործընթացի, բայց ինչպես նշեցիք, նաև չմոռանանք Իսրայելո-Պաղեստինյան պատերազմը, որ նույնպես չեն կարողանում, այսինքն չի կարողանում կարգավորել, ուղղակի նաև սա գետնի իրականությունն է իսկապես եւ այն խոստումները կամ այն այսպես չգիտեմ ցանկությունը, որ նա արտահայտում էր իր նախընտրական պայքարի ընթացքում, թե մի օրում կլուծի եւ շատ արագ ամեն ինչ կլուծվի, իհարկե իրականության չեն համապատասխանում եւ բոլորն էլ հասկանում էին։ Պարզապես ինքը հավատում էր, որ ասենք ինքն իր այսպես մոտեցումներով, նաեւ իր կերպարով շատ մարդկանց, այսինքն հակառակորդների կամ նաեւ գործագիծների մոտ կարաչացնի այսպես ակնածանք եւ նրանք խուսափելով իր զայրույթից հարցերը կլուծեն, բայց իրականությունը տարբեր է։ Բայց ինչ խոսք որ նրա համար շատ կարեւոր է այդ հարցերը լուծել եւ դժբախտաբար հայ եւ ադրբեջանական ուրեմն հարցը, որ այսօր գոյություն ունի, առաջնահերթությունների առումով բարձրագույն դեր չի գրավում մանավանդ ամերիկյան արտաքին քաղաքականության ոլորտում, բայց միանշանակ եթե նախանշաններ լինեն, վստահ եմ, եթե իմանա նաև որ լուծվելու հնարավորություն կա, կուզենա անպայման նաև այդ տարած լինել եւ այդ մասին այսպես նաև հայտարարել, որ լուծեց նաև մեկ հակամարտություն։ Իսկ ինչու չկա այս հայ-ադրբեջանական հարցը Ամերիկայի օրակարգում, հաշվի առնելով, որ Բայդենի վարչակազմի համար, եթե ոչ առաջին, ապա առաջնային հարցերից մեկն էր, որ անդադ անդրադառնում էին խնդրին։ Միանշանակ միշտ էլ եկեք հիշենք, որ Հայաստան-Ադրբեջան հակամարտության հետաքրքրությունը հիմնական Միացյալ Նահանգների համար մնում է տարածաշրջանային, այլ ոչ թե հիմնված երկրների վրա։ Ուղղակի նախորդ վարչակարգի հետ փոխհարաբերությունները մի քիչ ավելի այսպես նաև ընթացել են, ավելի առաջ են գնացել կան զուտ դիվանագիտական հարաբերությունները եւ բավականին լուրջ փոխգործակցություն կար եւ մանավանդ անխուսափելիորեն եւ անտարակուսելիորեն պետք է ասել, որ Հայաստանի նաև ընթացքը ժողովրդավարության ուրեմն եւ խոսքի ազատության եւ բոլոր առումներով հրապուրիչ էին Միացյալ Նահանգների այդ վարչակարգին, նաև մյուս կողմից նայելով թե ինչպես է Վրաստանը այսպես ժողովրդավար երկրից կամաց վերածվում ոչ ժողովրդավար եւ դեպի Ռուսաստան թեկվող երկրի, այդ երկու տեսանկյունից նայելով Միացյալ Նահանգների համար իհարկե Հայաստանի վարկը ավելի բարձր էր եւ բարձրանում էր եւ նրանք շահագրգռված էին, նաև ինչպես տարածաշրջանային ասեցի, ամենակարևորը Իրանի հետ կապված ուրեմն սահմանակից լինելու հանգամանքով։ Հիմա նույնը կարելի ասել, որ կա դեր եւ չի ասի նրանք այդ մասին չեն մտածում եւ եթե նկատի առնենք, պիտի տեսնենք, որ ի հեճուկս Իսրայելի ցանկությունների Թրամփի վարչակազմը ուղղակի բանակցություններ է վարում Իրանի ղեկավարության հետ եւ փորձում է նաեւ այդտեղ հարցերը լուծել եւ եթե կարողացան իսկապես դրական արդյունքների հասնել միանշանակ մեծ պիտի լինի չհագրգռվածությունը լուծել նաեւ հայ-ադրբեջանական խնդիրը որպեսզի այս տարածաշրջանում այս կողմերում որևէ խոչընդոտ քաղաքական, տնտեսական եւ բոլոր այլ հնարավորությունների չլինի։ Այնուհանդերձ, որ նշում ենք առաջնահերթությունում չկա, հա, Վաշինգտոնի, բայց
Նաև ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ Թրամփը ապրիլ 24-յան ուղերձում չնայած որ նշեց եղերն հա ձևակերպումը, բայց ասում էին էլ ավելի կարևոր է, որ նա խոսեց հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության այդ փաստաթղթի մասին։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում, դա ուղղակի զուտ Թրամփի հերթական հայտարարություններ, ինչի օրինակ ինքը անում էր դուր գալու համար նախընտրական շրջանում, թե այնուհանդերձ որ ասում էր անհամբեր սպասում եմ այդ փաստաթղթի շրջանակներում հարաբերությունների խորացմանը, դա անկեղծ ցանկություն էր։ Եկեք երկու հարցի անդրադառնանք։ Առաջինը ես այլ հարցադրություն այս մասին ասել եմ։ Ժամանակն է որ մենք ընդհանրապես ուշադրություն չդարձնենք օգտագործող բարերի վրա եւ չկախվենք այդ բարերից եւ մեր մոտեցումները եւ նաեւ պատկերացումները չճշտենք հիմնված ցեղասպանություն բառը ասելուն չասելուն վրա, որովհետեւ դա ոչինչով գետնի վրա իրականությունը չի փոխվում, բացի բարոյական մեզ այսպես հոգեկան ինչ որ չափով այս սփոփանք պատճառելուց։ Հիմնականը քանի որ այս ուղերձները ամեն տարի եղել են, օրինակ ես նույնիսկ չէի զարմանա, եթե ընդհանրապես նա չաներ։ Գիտեք, Թրամփի տարբերություն մյուս նախագահների այդ նրբանկատությունը չունի եւ նրբազգացությունը, որ այս կամ այն, ասենք, երկրին կամ խմբավորման չնեղացնի։ Նրա համար հիմա մանավանդ տեսնում ենք իր հարևանները, տեսեք ինչպես է վերաբերվում Կանադայի հետ, այնպես որ զարմանալի չէ լիներ։ Եվ այդ պատճառով էլ կարծում եմ հայտարարությունը օրինակ իմ համար գոնե ձեր այդ նշած մասով վերջին բարբերությամբ հայտարարությունը բավականին ուշագրավ էր, որովհետև դա վերահաստատում է այդ ուրեմն փոխհարաբերության այդ բարձր մակարդակը եւ նաեւ ինչ որ չափով փառատում այն մտահոգությունը, որ Բայդենի վերջին օրերին կնքված այդ համաձայնագիրը միգուցե խարտյան, միգուցե այսպես անտեսվեր, բայց որ նա վերահաստատել է դա կարծում եմ դրական է, ուղղակի պետք է սпасել հաջորդող գործական քայլերին, որոնք նաև այդ ուրեմն համաձայնագրի մեջ նշված էին։ Եվ որոնք կլինեն ըստ ձեզ այդ գործնական քայլերը, օրինակ խոսվեց, որ պետք է սահմանային հարցերով մասնագիտական խումբ գա շաբաթների ընթացքում ըստ Բլինքենի, բայց մենք մինչ այժմ ականատես չենք լինում այդ գործընթացին։ Այո, տեսեք, հիմա սա կարելի է ուրեմն վերագրել մի քանի հանգամանքների։ Նախ առաջինը եկեք հաշվի առնենք, որ ընդհանրապես որևէ վարչակարգի առաջին օրերին վերադասավորում է տեղ ունենում մոտեցումների, ծրագրերի, վերջը նաև անցում է տեղ ունենում վարչակարգից, ասենք, մի ամբողջ մի հսկայական խումբ գալիս է եւ նախորդ 4 տարվա աշխատած մյուս խումբը գնում է։ Ուրեմն այդ անցումային շրջանում, որ պայմանականորեն համարվում է Ամերիկայում միշտ խոսում է 100 օրվա մասին, 100 օրվա ընթացքին այսպես ինչ որ չափով տեղի գետնի վրա ամեն ինչ հստակ չի, հետո է սկսում հստականալ։ Դժբախտաբար այս վարչակարգը երբ որ եկավ, առաջին քայլը որ արեց, արտաքին ամբողջ գործընթացները գլխիվար շուր տվեց։ Օրինակ USAID-ին վերացավ գրեթե, իսկ USAID-ով ահագին ուրեմն աշխատանք էր տարվում։ Եվ նաև ընդհանրապես արտաքին գերատեսչությունը հիմա նույնիսկ խոսում են հավելյալ կրճատումների մասին, սա նշանակում է, որ մի շարք ուրեմն պայմանավորվածություններ, որոնք նախկին վարչակարգի օրով տեղի են ունեցել, ամենանավանականությամբ այդ ուրեմն գործընթացները կամ այդ պայմանավորվածությունները հիմա հնարավոր չի լինելու իրագործել, գոնե նաև միայն անպատճառով, որ շատ բաժիններ ընդհանրապես վերացում են։ Երևի պետք է սпасել մի քիչ, այսինքն ես չէի ցանկանա մտածել, որ դա տեղի չի ունենում, որովհետև արդեն նրանք ցանկություն չունեն։ Դա տեղի չի ունենում, կարծում եմ ավելի շատ, որովհետև քաոսային հիմա իրավիճակ է տիրում Միացյալ Նահանգներում, բոլորդ երևի տեղյակ եք, ամբողջ պետական համակարգը այսպես տակնու վրա է, կրճատումները, տարբեր ուրեմն բաժինների փակվելը եւ գործից massայական արձակումը պետական աշխատողների ստեղծել է շատ այսպես խառն իրավիճակ։ Մի քիչ իրավիճակը այսպես կայունանա, կարծում եմ, որ արդեն ավելի հստակ կդառնա եւ այդ ժամանակ կունենանք պատասխանը։ Արդյոք պիտի գան այդ մարդիկ, թե չեն գա, այսինքն ամեն ինչ կարգավորված լինելով, արդեն նրանք
ոչ այսպես անտեսելու են այդ իրավիճակը եւ նաեւ ինչ որ չափով նաեւ հետաքրքրությունը այս համաձայնության կամ այս փոխհարաբերության։ Իսկ Թրամփը ինչու շեշտեց այդ համագործակցության մասին, ո՞րն էր նրա նպատակը։ Ես կարծում եմ, որ ես այդ պատճառով էլ ասում եմ, որ կարող է չշեշտել, կարող է ընդհանրապես չանդրադառնալ դրան։ Եվ սա հստակ ուղերձ է եւ այդ պատճառով էլ ասեցի, որ մեր համար ողջունելի բարբերություն է դա եւ հուսադրող, որովհետեւ կարող է ընդհանրապես չանդրադառնալ, որովհետեւ ուղերձը վերջի վերջո ուղղված էր ցեղասպանության ճանաչման եւ ասենք ցեղասպանության ոգեկոչման։ Դա ինչպես ասեցի ուղերձեր եւ նաեւ ոչ միայն մեզ, այլ նաեւ Ադրբեջանի ինչ որ չափով որ այդ տողերը որ նշում են դրանք պատահական տողեր չեն պետք է սпасել կարծում եմ պետք է մի քիչ համբերել սпасել տեսնել այստեղ մի քիչ բյուրեղանա իրավիճակը տեսեք դեռ երեք նա իր ուրեմն ազգային ապահովության հարցերով խորհրդականին հերացրեց պաշտոնից եւ հիմա Ռուբիոն համատեղության կարգով եւ արտաքին գերատեսչությունը ղեկավարում եւ ազգային ապահովության գրասենյակը որ շատ ծանր բեր է այսինքն բավականին այսպես բուրըն գործընթացներ են տեղ ունենում Միացյալ Նահանգներում եւ մենք այդ պատճառով պետք է այդ հաշվի առնենք մեր բոլոր հարցադրումների կամ ասենք ընդհանրապես մտահոգությունների հետ կապված Այ որ դուք նշում եք դա խոսքեր էր ուղված նաև Ալիևին ավելի շատ ընդհանուր գլոբալ հա խնդիրը խնդրին երկարաժամկետ լուծում տալու հետ կապված թե կարճաժամկետ այս սահմանային կրակոցները կանխելու համար Ես չեմ կարծում որ նրանց մտահոգում են սահմանային կրակոցները կամ փոքր ուրեմն եթե տեղի ունենան բախումներ նրանք այնպես չէ որ դա իրենց համար մեծագույն մտահոգություն է հիմնական մտահոգությունը այս տարածաշրջանում նոր պատերազմական նոր բռնկման կանխումն է եւ նա եկեք հիշենք նաեւ որ նամիշտ մանավանդ այս վերջին ուրեմն նախընտրական պայքարի ժամանակ շեշտում էր որ նա գալիս է պատերազմները հակամարտությունները բախումները դադարեցնել եւ այդ առումով որպես այդպիսի ուրեմն նախագահ նրան նաև շատ կարևոր է որ նոր բռնկումներ տեղի չունենան։ Սա պիտի մենք հաշվի առնենք եւ երկրորդ վերջը վերջո այդ ուրեմն արևելք արևմուտք նաև այդ միջանցքը որի մասին խոսում է տնտեսական դա բխում է նաև Միացյալ Նահանգների շահերից եւ մանավանդ այս նախագահի օրոք ում համար տնտեսական հարաբերությունները հա այսպես արևդուրը կարելի ասել ամեն ինչ է այսօր հիմնված արևտրային փոխհարաբերությունների վրա ի տարբերություն նախորդ ուրեմն վարչակարգերի, որոնք նաև կարևորում են ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը եւ այլն եւ այլն։ Հիմա դա ավելի երկրորդական է, ավելի առաջնահերթ է, թե ինչպես է Միացյալ Նահանգները կարողանալու օգտվել համաշխարհային տնտեսական փոխհարաբերություններից։ Եվ եթե որևէ խոչընդոտող հանգամանք դուրս գա, որ նաև կարող է դրսևորվել հակամարտության ձևով, ասենք մեր տարածաշրջանում իհարկե Միացյալ Նահանգների համար ընդունելի չի լինելու եւ այդ պատճառով կարծում եմ նրանք բացարձակապես ուրեմն դեմ կլինեն որևէ էսկալացիայի, որ կարող է լայնածավալ պատերազմի վերածվել։ Բայց ինչ է կարծում Ալիևը կզսպվի Թրամփի կոչից թե ոչ։ Կարծում եմ կզսպվի, տեսեք, մենք պիտի նաև հաշվի առնենք, որ նա հաշվի պիտի առնի մի քանի հանգամանք, այսինքն այնպես չէ, որ Ալիևին կասեցնողը միան Թրամփի ուրեմն ֆակտորն է կամ Թրամփի ներկայությունն է։ Ես կարծում եմ, որ ընդհանրապես պատերազմը սկսելուց առաջ կամ պատերազմը այնպեսի մի այսպես վերջին բան է կանգար է, այսպես ասենք, հա, որ նաև իր անկախատեսելի հետևանքները կարող է ունենալ։ Սա էլ պիտի հաշվի առնվի։ Ես կարծում եմ, որ մի քիչ պետք է ղազից ավելի շատ կարևորություն է տրվում միջազգային ճնշումներին եւ նաև այսպես կախման Ալիևի կողմից պատերազմական գործողությունների սկսման որպես կախման հիմնական պատճառ բերվում է մեջբերվում է ասենք միացյալ եվրոպական միության կամ ասենք Միացյալ Նահանգների ուրեմն տեսակետը կամ նաև հանգամանքը, բայց կարծում եմ նաև ուրիշ հանգամանքներ կան, որ նրան այսպես այնպես չի լինելու, որ ինքը երբ ուզենա կարող է սկսել պատերազմական գործողություններ եւ
սկսելով կարող է հաջողության հասնել։ Եկեք մանավանդ հիշենք մի բան եւս։ Այսօր ես չեմ կարծում, որ եթե ինքը որևէ քայլի դիմի, Թուրքիան այն նույն աշխուժությամբ կմոտենա այս հարցին, ինչ այն ժամանակ էր։ Հիմա եւ դրա համար էլ շատ կարեւոր է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների փոխհարաբերության ավելի զարգացումը, որովհետեւ նաեւ կանխվի հետագա որևէ հնարավորություն Ադրբեջան-թուրքական նոր, ասենք, համագործակցության եւ թուրքական աջակցության որևէ հակամարտության սկզբան պայմաններում։ Բայց ինչու Թուրքիան չպետք է մասնակցություն ունենա, նրանք Շուշիի պայմանագիր ունեն։ Այո, ունեն, բայց գիտեք, բոլորովին տեսեք, մենք պետք է հստակ զանազանություն դնենք այն պատերազմին, որ տեղի ունեցավ ուրեմն Արցախյան պատերազմի եւ այն հավանական, այսպես ասենք, պատերազմը, որ կարող է սկսվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Այնտեղ խոսքը վերաբերվում էր մի տարածքի, որ միջազգային ճանաչում չուներ, որ միջազգայինորեն բոլորի համար հստակ էր, որ Ադրբեջանը եւ սա մենք միշտ մոռանում ենք կամ չենք ուզում իրականության հետ առերեսվել, մտածելու համար, որ ամբողջ աշխարհի համար եւ նաեւ մեր ամերիկյան մամուլը եւ Եվրոպա տարբեր տեղերում այդ պատերազմը ուրեմն բացատրվում էր որպես Ադրբեջանի կողմից իր գրաված տարածքների վերադարձի ուրեմն սցենարով, հա, եւ այդ պատճառով էլ այն հագազդեցությունը, որ մենք ակնկալում էինք հայերս, տեղի չունեցավ, որովհետեւ մարդիկ ասում են դե ինքը վերադարձնում է իր հողերը։ Իսկ նման այս պարագային հետ հանկարծ լինի պատերազմ, սա արդեն բոլորովին այլ իրավիճակ է եւ այստեղ խոսքը գնալու է մի մագի կողմից ճանաչված ինքնիշխան պետության նկատմամբ պատերազմ հայտարարել եւ ասենք եթե հանկարծ հարձակվեն, դա բոլորովին այլ խնդիր է լինել եւ նրանք այն արդարացումները եւ նաեւ այն այսպես լրությունը կարելի ասել միջազգային գետնի վրա որ տեսան Արցախյան պատերազմի ժամանակ անհնար է որ նրանք կարողանան կուլ տալ կամ կարողանալ այսպես անտեսել եւ նաեւ ամբողջ աշխարհը անտեսի որ Ռուսաստանի նման, ինչ Ռուսաստանն այսօր Ուկրաինային արել, մի երկիր որոշել է ուրիշ երկրի ինքնիշխան տարածք մտնել, ինչ հարցեր լուծելու, ասենք, ռազմական ճանապարհով։ Իհարկե դա նույնությամբ չի ընկալվելու եւ ինքն էլ դա կարծում եմ շատ լավ հասկանում է։ Հա, ճիշտ է, օրինակ 22 թվականի սեպտեմբերին նաև Միացյալ Նահանգների ակտիվ ջանքերը մենք տեսանք, երբ Ադրբեջանը ներխուժում էր Հայաստանի տարածք, բայց դա կանգնեցվեց, բայց պատշաճ քայլեր, գործողություններ չարվեց արդեն Ադրբեջանին Հայաստանի ինքնիշխան տարածքից հեռացնելու մասով։ Սա արդյոք խնդրահարույց չէ։ Եվ որ դուք նշում եք, որ միջազգայինորեն ճանաչված Հայաստանի տարածք եւ այլն, հիմա աշխարհը քանի տարի է հանդուրժում է դա, որ Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքում է։ Տեսեք, այո։ Հիմա մեր համար ո՞րն էր ցանկալին։ Իհարկե մեր համար ցանկալին շատ ավելի բուրըն հակազդեցություններ եւ նաեւ ամբողջ ադրբեջանական զորքերը դուրս բերումը հայկական ուրեմն տարածքներից։ Բայց խնդիրը կայանում է նրանում, որ ընդհանրապես պատմությունը նաև ցույց է տվել միջազգային հարցեր այսպես չեն լուծվում, ինչպիսին մենք ենք պատկերացնում կամ մենք ենք ցանկանում։ Եվ խնդիրը նաև կայանում է նրանում, որ ինչ տարողությամբ գործողություններ են եւ ինչպիսի, ասենք, տարածքների մասին է խոսվում։ Քանի որ այն տարածքները, որոնք ասենք Ադրբեջանը գրավել է, նրանք այսպես ներկայացնում են որպես վիճելի տարածք, ներկայացրել են, փորձում են ներկայացնել որպես վիճելի տարածք եւ միջազգային ընտանիքի համար նաեւ հասկանալի չի թե որն է վիճելի, որը չէ վիճելի, քանի կիլոմետր է մտել եւ այլն եւ այլն։ Նրանք փորձում են միշտ ավելի մեծ լայն պատկերը նայել եւ փորձել ուրեմն հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։ Տեսեք, եթե նրանք քայլեր դառնեն Ադրբեջանի դեմ, ուրեմն շատ լուրջ աշխատանք էր պետք եւ նա շատ լուրջ հետաքրքրվածություն էր պետք մեծ տերությունների կողմից, որպեսզի ճնշեին Ադրբեջանի վրա եւ նաեւ սպառնային, եթե հանկարծ ինքը այդ քայլերը չառներ։ Բայց քանի որ ինքը կանգնեց ավելի առաջ չգնաց, համարեցին, որ լավ, սա ասենք ամենակարևոր հակամարտության դադարումն է, կամ ասենք բախումների դադարեցնելն է, եւ մնացյալը ասենք դիվանագիտական ճանապարհով հնարավոր կլինի լուծել։ Բայց եկեք նաեւ չմոռանանք, որ
ի հետևանք այդ ամեն ինչի եվրոպական դիտորդների ներկայությունը կամ գալը Հայաստան իրավիճակը բոլորովին փոխեց։ Այսինքն այդ թվականից հետո Հայաստանի դարած այլևս առաջխաղացում չի եղել։ Եվ երկրորդ նաև այն հանգամանքը, որ արդեն քանի որ սկսվեց ուրեմն սահմանազատման գործընթացը, աշխարհի համար շատ ավելի կարևոր է, որ այդ ամեն ինչը դիվանագիտական ճանապարհով լուծվի, քան թե ճնշումների։ Մենք սա շատ լավ պետք է կարողանանք պատկերացնել եւ հասկանալ, որ լոկ ցանկանալով հարցեր չեն լուծվում, հա, ու մեր ցանկությամբ չէ, որ ուրիշ երկրներ Ադրբեջանից հաշիվ պիտի պահանջեն, ի հաշիվ ինչի։ Սա պետք է լավ հիշենք։ Եթե չկա միջազգային նորմերի կոպիտ խախտում, որ անընդունելի է, նրանք որևէ քայլի չեն դիմելու, ինչքան էլ մենք ցանկանանք։ Պարզապես այդ պատճառով շատ կարևոր է, որ Հայաստանը հետևողականորեն առաջ տանի խաղաղության ուրեմն իր եւ խաղաղության խաչմերուկի գաղափարը կամ ընդհանրապես խաղաղության ձգտման իր հաստատական մոտեցումը, որովհետեւ դա մեծագույն երաշխիքն է, անկախ նրանից, որ Ադրբեջանը ինչպես է հագազդում, ամբողջ աշխարհի քաղաքական ուրեմն առումով մոտ արդեն արմատանում է այն մոտեցումը եւ այն համոզումը, որ Հայաստանը ձգտում է խաղաղության եւ հիմա Ադրբեջանն է, որ ինչ-ինչ պատճառներով ձգձգում է խաղաղության գործընթացը։ Այսինքն մենք պիտի նաեւ դրական համարենք այդ ձեռքբերումը եւ նաեւ դա կարծում եմ նաեւ խոչընդոտներից մեկն է Ադրբեջանի համար, որ ավելի չի կարողանում սրել իրավիճակը, որովհետեւ Հայաստանը արիք չի տալիս իրեն, որպեսզի ինքը արդարացնի իր այդ մոտեցումը։ Պարոն Սարոփյան, վստահ եմ դուք Միացյալ Նահանգներից հետևում եք Հայաստանում ինչ են խոսում հայ-ամերիկյան հարաբերությունների մասին եւ մենք ունենք ծայրահեղությունից ծայրահեղություն, հա, տեսակետներ, որ Ամերիկան գալու է եւ այսպես եթե ընդհանրական մեկ բառով ասեմ մեզ փրկի եւ տեսակետ, որ Ամերիկայի համար ընդունելի է, որ Թուրքիան լինի, այսպես ասած, կուրատորը տարածաշրջանում, հա։ Դուք ընդհանուր նախ ինչպես եք այդ հայտարարությունները մեկնաբանում, իսկապես Ամերիկան պատրաստ է գալ եւ մեր համար ճակերտավոր ասած կռիվ տալ, թե ավելի շատ այն տեսակետներն են իրականությանը մոտ, որ Թուրքիայի համար, ներողություն Միացյալ Նահանգների համար ձեռնտու է, որ տարածաշրջանի տերը լինի Թուրքիան։ Գիտեք, դժբախտաբար հայ քաղաքական թատերաբեմում բանավեճերը երբեմն զավեշտալի մակարդակի են հասնում եւ փողոցային այսպես բանի թաղային բաների են նման, հա, բանավեճերի են նման, ռուսերեն բառը կա, բայց չեմ ուզում իմ ասել, ու նաեւ մենք չենք կարողանում այդ փրկչի կերպարից ձերբազատվել։ Մեկ ռուսն է փրկիչ, մեկ ամերիկան է փրկիչ, մեկ Ֆրանսիան է փրկիչ, չկա նման բան եւ չի կարող լինել նման բան։ Եթե մենք մեր ամբողջ հաշվարկները քաղաքական արտաքին քաղաքականության պիտի հիմնենք նման մոտեցման վրա, ուրեմն հերթական արհավիրքն է գալու։ Ինչպես եկավ 100 տարի առաջ եւ ինչպես եկավ 20-ին եւ ինչպես եղավ 23-ին եւ հաջորդն էլ նույնպես կարող է լինել։ Չկա նման բան։ Կան ուրեմն միջազգային շահեր եւ շահերի համընկնում համընդհանուր կամ ասենք որոշ երկրները։ Հիմա օրինակ շատերը կարող են հիշել, թե ինչ տեղ ունեցավ ուրեմն Սերբիան, երբ այդ Ուկրաինայի բանկար, չգիտեմ, եթե հայ մեր երակիցները ծանոթ են թե չէ, օրինակ Ղարաբաղյան հակամարտություն, ընդհանրապես Արցախի, ուրեմն նայենք Արցախի ինչ ճակատագիր ունեցավ, ճիշտ Ուկրաինայի նման եղավ։ Ուկրաինայի նման ուրեմն այդպես մեծ հույսերով մեծ ոտքի ելան, Ուկրաինան կորցրեցին սերբերը։ Հիմա Ղարաբաղն էլ նույնը եղավ։ Ինչի համար եմ դա ասում, որովհետեւ միշտ ակնկալություն կար, որ օգնության պիտի գան, կամ ասենք իրենք պիտի կարողանան դիմագրավել միջազգայինորեն չճանաչված ուրեմն մի տարած կամ մի ուրեմն երկիր կամ բան մի տարածաշրջան, այսպես ասենք։ Հիմա նույնն էլ մեր բարագայում է։ Մեզ թվում է, որ եթե մենք ասենք ինչ որ այս անենք կամ այն անենք, մի երկիր որոշելու է որ գա եւ ինքը ուրեմն մեզ օգնի, որովհետեւ մենք այսպես մեծ հետաքրքրություն ենք ներկայացնում։ Կարող է այդպես լինել, եթե մենք
ունենայինք տալիք ինչ որ մի երկրի, այսինքն ունենայինք նավթ, ունենայինք ինչ որ մի հարստություն, որ կշահագրգռեր մի երկրի, որ տեսել ենք, օրինակ տամ Կատարի օրինակը, հա։ Հիշում եք, երբ որ Իրաքը հարձակվեց Կատարի վրա, ինչպիսի միջազգային միջամտություն եղավ, ինչու, որովհետև Կատարը նավթ ունի։ Եվ ամբողջ աշխարհը ուրեմն Իրաքին դուրս մղեց Կատար, ներողություն Կատարը, Քուվեյթից կներեք։ Քուվեյթի մասին է խոսքը, երբ պատերազմը տեղ ունեցավ։ Հիմա մեր պարագայում այդպես չէ։ Ուրեմն մեր պարագայում շատ ավելի կարևոր է, որ մենք գիտակցենք, որ ինչպես պիտի մենք կարողանանք նավարկել այս փոթորկոտ, այսպես օվկիանոսում կարելի ասել, առանց մտածելու, որ գալու է օգնության այդ մեծ հսկա նավը եւ մեզ փրկի։ Մեզ պետք է թիավարել, մեզ պետք է հասկանալ, թե հավասարակշռված եւ շատ ասպես խոհեմ քայլերով առաջ գնալ եւ առաջ տանել եւ առանց ապավինելու այս կամ այն գերդերության, հոգացության եւ նաեւ ակնկալության, որ այդ գերդերությունը գգա եւ մեզ կփրկի։ Այս պարագայում են ասում են մենք ճանապարհ ունենք, որը բիզնեսմեն Թրամփին կարող ենք առաջարկել, որ ինքի շահերը այնտեղ գտնի եւ դրա հիման վրա ձևավորվեն անվտանգային երաշխիքները։ Գիտեք, դա ճիշտ է, այդպես է, բայց միայն մենք չենք դա։ Այսինքն ճանապարհը մենք ուր ենք, եթե խաղաղություն չլինի, եթե բաց չլինի Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը, եթե բաց չլինի Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը, ո՞ր ճանապարհն ենք մենք տալու։ Ո՞ր ճանապարհն է դա, ինչի մասին է խոսքը։ Չկա, չէ՞ նման չի կարող լինել, եթե չկան այդ երկու արևանները։ Խոսքը գնում է նրա մասին, որ այդ ճանապարհը ամենակարճը նաեւ Թուրքիայի համար, տեսեք, մենք սա էլ պիտի հաշվի առնենք։ Ինչու է Թուրքիան, ասենք, հետաքրքրված Հայաստանի հարաբերությունները բարելավելով։ Մենք պիտի մեզ տանք, չէ՞ այդ հարցը։ Ինչով ենք մենք հրապուրիչ Թուրքիայի համար։ Մեծ տերություն ենք, տնտեսական մեծ հնարավորություն կարող ենք ստեղծել։ Ոչ։ Հայաստանը առաջին հերթին Թուրքիայի համար հետաքրքրություն է, որովհետև ամենակարճ ճանապարհն է լինելու տնտեսապես նրան միանալու Ադրբեջանին եւ Ադրբեջանի վրայով դեպի Միջին Ասիա։ Այդ պատճառով էլ Հայաստանը կարևոր է դառնում, այն շղթայի մի օղակն է դառնում, որ տնտեսապես բոլորի համար նպաստավոր է եւ Եվրոպայի, եւ Ամերիկայի, եւ Թուրքիայի, եւ Ադրբեջանի, եւ նաեւ Հայաստանի։ Բայց միանշանակ մենք տալիք չունենք, որ կարող է այսպես այսօրվա պայմաններով կամ այսօրվա իրավիճակի մեջ հրապուրիչ լինել որևէ մեկին։ Կարող ենք հրապուրիչ լինել միանային ժամանակ, երբ իսկապես տարածաշրջանում խաղաղություն է եւ ապա շրջափակված են բոլոր կապուղիները եւ բոլոր ճանապարհները եւ այսպես շատ սահուն, եզասահ տնտեսական կապեր են եւ նաեւ փոխադրամիջոցներ կան, որոնք կարող են ապրանքափոխանակություն անել առանց որևէ խոչընդոտի։ Իսկ դուք հիմա ինչպես եք գնահատում Երևանի ջանքերը Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները ավելի խորացնելու հարցում, օրինակ նախկին վարչակազմի ժամանակ, որ այդ ջերմ վերաբերմունքը կար, հա, Վաշինգտոնից, դա Հայաստանի դիվանագիտության հետևանքներ, արդյունքներ, թե Բայդենի վարչակազմի բարի կամքի դրսևորումը, եւ հիմա դուք տեսնում եք օրինակ թե դեսպանատան կողմից, թե արտաքին ուղղության կողմից ջանքեր, որpիսի եթե չասեմ նման օրինակ, հա, ունենանք վերաբերմունք Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, բայց այսպես անտեսված էլ չմնանք։ Գիտեք, Արոն, ձեր արծի առաջի մասի առումով ասեմ, որ իհարկե երկու հանգամանքներ կա, այսինքն Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը եւ նաեւ Բայդենի կողմից բարեացակ, այսինքն այդ վարչակազմի կողմից բարեացակամությունը, ասենք Բլինքենի կողմից նաեւ ինչ որ չափով այսպես երբեմն դա այդպես լինում է, չէ՞, որ անձնական նաեւ գետնի վրա այսպես փոխհարաբերություն է ստեղծում իրար նկատմամբ այսպես համակրանք փոխադարձ, բայց միանշանակ Հայաստանը ուրեմն իր վարած քաղաքականությամբ մանավանդ ինչպես ասեցի Բայդենի վարչակարգի համար կարևոր հանգամանք համարվող ժողովրդավարության այցեքարտը Հայաստանի մեծ դեր խաղաց եւ կարող էր եւ խաղում է այսօր նաեւ Եվրոպայի համար, Եվրոպական միության համար։ Այսինքն մենք սա պիտի չանտեսենք եւ
չնսեմացնենք այս կարևոր ձեռքբերումը Հայաստանի ժողովրդավարության ուրեմն ձգման առումով, որովհետև դա արժեհամակարգային առումով Եվրոպայի համար շատ ավելի հրապուրիչ է, քան որևէ այլ բան, որ մենք կարող ենք ունենալ։ Իսկ ներկա վարչակարգի համար, ինչպես ասեցի, քանի որ հիմա շատ քաոսային է վիճակը, որևէ գնահատական տալը կարծում եմ կլինի ուրեմն ինչ որ չափով նաև ոչ ճիշտ, որովհետև մենք չգիտենք թե այսօր իրենք նույնիսկ չգիտեն թե ով է ինչ պատասխանատվության ուրեմն պատասխանատվություն կրում կամ ովքեր են, որոնք պիտի այս հարցերով զբաղվեն։ Մինչև չհստականա, մինչև այսպես ջրերը չհանդարտվեն ամերիկյան արտաքին գերատեսչության մեջ, դժվար է լինելու այդ գնահատականը տալ։ Բայց միանշանակ մեկ բան կարող եմ ասել, Հայաստանը պիտի շարունակի այն քաղաքականությունը, որ այս վերջին տարիներին վարում է։ Այդ նույն քաղաքականությունը եւ մենք բազմիցս ասել ենք, որ համարում ենք, որ Հայաստանը ճիշտ գոնե արտաքին քաղաքականության առումով ճիշտ հավասարակշռված խոհեմ եւ կշռադատված քաղաքականություն է վարում եւ պետք է այդպես շարունակի, որովհետեւ հետեւողականությունը մեր համար ամենակարևոր ուրեմն ձեռքբերումն է եւ ամենակարևոր մեր ուրեմն այսպես գոնե ընկալման առումով ամենակարևոր քայլն է, որպես նրանք հավատան, որովհետեւ վերջ-վերջում նրանք պիտի հավատան, որ մենք իսկապես մտադրված ենք եւ նաեւ իսկապես այդ հանձնարարության տակ մտել ենք եւ ուզում ենք այդ իրականացնել։ Այլ ոչ թե միայն խոսքեր են, այսինքն խոսքով ասում ենք, բայց մեր արժեհամակարգով չենք համապատասխանում այն խոսքերին, որոնք մենք արտահայտում ենք կամ հայտարարություններին, որոնք մենք անում ենք։ Բայց Նիկոլ Փաշինյանի այս փոփոխական քաղաքականությունը մեկ արևմուտք, մեկ Ռուսաստան, արդյոք խոսում են այն մասին, որ մենք հետևողական ենք արտաքին քաղաքական ուղղության հարցում։ Ես նման բան չէի ասի։ Գիտեք, ճգնությունը ես չեմ հասկանում, որ ինչու պիտի ամենից ծեւ ու սպիտակ չի մանավանդ քաղաքականության մեջ եւ դիվանագիտության մեջ առավել եւս։ Ամենակարևոր ուրեմն խնդիրներից մեկը կամ ամենակարևոր բաներից մեկը ճգնությունն է։ Պիտի հասկանալ, եկեք Թուրքիան նայենք, հա։ Տեսեք Թուրքիան քանի անգամ է կարող նույնիսկ մեկ տարվա ընթացքում մի երկրի հետ հարաբերություն Իսրայելի օրինակը վերցնենք։ Իսրայելի հետ մեկ ամիս լավ է հարաբերությունը, երկրորդ ամիսը լավ չի։ Երրորդ ամիսը լավ է, չորրորդ ամիսը լավ չի։ Ռուսաստանի հետ լավ է, լավ չի։ Եվրոպայի հետ լավ է, լավ չի։ Միացյալ Նահանգների հետ հասկանում եք ինչի են դա անում։ Թուրքիան էլ է անփորձ, Թուրքիան էլ է, այսպես Թուրքիայի ղեկավարությունն էլ է ուրեմն խակ կամ չհասկացող արտաքին քաղաքականությունից ոչ։ Գործ ընդհանրապես պետություն հասկացողությունը, քանի որ մենք երկար ժամանակ չենք ունեցել, միգուցե նաև եւ չունենք պատմական հիշողություն պետականության, դիվանագիտության, մեզ թվում է, որ պետությունը այսպես կարծրացած բան է, դինամիկ չափից ավելի հարափոփող, մանավանդ համաշխարհային իրականություն այնպիսի հարափոփող իրավիճակների մեջ ենք այսօր գտնվում, որ իսկապես պետք է ճկուն լինել եւ ինչու՞ չէ, շատ կարեւոր է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները չվատթարանան, Ռուսաստանին չդարձնենք վատ բարեկամից լավ թշնամի, մենք որևէ բան չենք շահելու դրանից եւ մենք շարունակենք արևմուտքի հետ մեր հարաբերությունները խորացնել, որովհետեւ շատ հստակ է, որ արժեհամակարգային առումով մեր ամեն ինչով շատ ավելի մենք մոտիկ ենք եվրոպական արժեքներին, քան թե Ռուսաստանի այսօրվա դրությամբ, այսօրվա իշխանության առումով Ռուսաստանին։ Այդ պատճառով էլ բոլորի հետ հարաբերությունները պետք է կարգավորել, Հայաստանին պետք է առիթ տալ, որպեսզի կարողանա շնչել։ Սա շատ վերջը կարծում եմ բոլորի շահերից է բխում եւ մանավանդ Հայաստանի քաղաքացիների, որ կարողանան վերջ-վերջո խաղաղության մեջ ապրել եւ չմտածել աչից արևմուտքից եւ արևելքից թշնամիներով ենք շրջապատված ու հավեր շրջափակման մեջ ապրելու տրամադրվածությամբ պիտի առաջարվենք։ Հնարավոր չի։ Երկիրը չի կարող զարգանալ, եթե այդպիսի իրավիճակում է։ Իսրայելը նման հզոր երկիր եթե չունենա Միացյալ Նահանգների աջակցությունը, խեղդվելու է եւ տնտեսապես ճնշվելու է։ Ինչու՞, որովհետեւ հարևանների հետ
չունի արևդուր եւ ձգտում է ունենալ այդ փոխհարաբերությունը, որովհետեւ բոլորն էլ հասկանում են, որ եթե դու հարևանների հետ փոխհարաբերություն չունես, անհնար է որ դու կարողանաս գոյատևել որպես երկիր, մանավանդ Հայաստանի նման ցամաքային ցամաքով պաշարված ծովի ելք չունեցող երկրի համար։ Սա, այսինքն ես չեմ հասկանում, որ այս པարզ իրականությունը, այնպես չէ որ ես մի հայտնություն եմ անում։ Այս པարզ իրականությունը ինչի է անտեսվում եւ գիտեք ամենացավալին Հայաստանի այսօրվա քաղաքական ուրեմն դիսկուրսի քաղաքական բանավեճի մեջ այն է որ դեր գտնվում ենք անցյալում, դեր շղթայված ենք անցյալին, դեր մեղավորներն ենք փնտրում, դեր խոսում ենք ով էր մեղավոր, ով չէր մեղավոր, ով Արցախը կորցրեց, ով դավաճանեց, փոխանակ 5 տարի անցավ արդեն գրեթե առաջ շարժվելու եւ անելիքների մասին խոսելու, թե ինչ պետք է անենք այս իրավիճակից դուրս գալու, անընդհատ այսպես փակ շրջանակի նման վերադառնում են նույն խոսակցությունը, նույն հայհոյանքները, նույն ուրեմն իրար վիրավորող արտահայտությունները եւ ժամավաճառությունը, որ տեղի ունենում, չի թույլ տալիս, որպեսզի երկիրը կարողանա եւ ընդհանրապես եւ պետական համակարգը, եւ պետությունը, եւ խորհրդարանը, եւ տարբեր ուժեր կարողանան իրենց ուշադրությունը դարձնել ապագային եւ նաեւ լուծումներ փորձեն գտնել այս իրավիճակից երկիրը դուրս բերելու, այլ ոչ թե անընդհատ այսպես այս անիմաստ բանավեճի մեջ մտնելու։ Շնորհակալություն հարցազրույցի համար, պարոն Սարաֆյան։ Խնդրեմ։